Մենք ժողովրդական մի խոսք ունենք, մի փիլիսոփայիր, բայց երբ ու որ տարիքից պետք է խոսել փիլիսոփայության մասին։ Երևանում կայացավ փիլիսոփայությանը և կրթության զարգացմանը նվիրված համաժողով։ Նպատակը ընդգծել մտածող հասարակություն ձևավորելու կարևորությունը։ Ինչի համար փիլիսոփայությունը որոշեց, որ այն գործունեությունը, որով ինքը զբաղվելը, կոչվելու է սեր։ Փիլիսոփայությունը ոչ միայն գիտություն է, այլև ինքնաճանաչման, ազատ մտքի ու արժեքների համակարգ ձևավորելու միջոց։ Առհասարակ փիլիսոփայությունը դուրս է մարքեթինգից և կոմերցիալիզացիայից, բայց 21-րդ դարը ունի իր կանոնները եւ իր օրենքները։ Հենց այս պահին, որ մենք տանում ենք մեր հարցազրույցը, իմ ընկերներից մեկը խոսում է նրա մասին, որ այն բոլոր փիլիսոփայական հարցադրումները, օրինակ, որն է կյանքի իմաստը, ինչ է սերը, ինչ է երջանկությունը, սրանք թերևս ժամանակաշրջան չճանաչող հարցադրումներ են եւ կարծում եմ, որ ամենախորքային եւ ամենաիմաստավորված պատասխանները գտնվում են հենց փիլիսոփայական տրակտատներում։ Փիլիսոփայությունը կրթական համակարգում ունի իր կայուն դերը։ Սիրո մետաֆիզիկա, անձի հոգեբանական դրսևորումներ, բարոյագիտական կրթություն ու արհեստական բանականություն, թեմաներ, որոնք այսօր հատկապես հետաքրքրում են երիտասարդությանը եւ նպաստում քննադատական մտածողության զարգացմանը։ Հիմնական ազդակը գալիս է, որ իրենք ունեն խնդիր դպրոցներում, ուսանողները համալսարաններում արտահայտվելու, կարծիք ասելու ազատորեն, առանց վախենալու, եւ այդ հիմնական ազդակը դա է եղել ու մեզ շնորհակալ են լինում հաճախ, երբ որ մենք խոսում ենք փիլիսոփայությունից ու իրենց էլ թույլ ենք տալիս, որպեսզի իրենք խոսեն, իրենք արտահայտեն ազատորեն իրենց կարծիքը։ Կարևոր բան եմ ուզում ասեմ, որ առնվազն AI-ը այդ գործիք է, մենք AI-ը օգտագործողներ որպես պետք է շատ լավ գիտակցենք։ Հաճախ ասում են AI-ը մարդուն փոխարինելու է, բայց ոչ, մարդուն փոխարինելու, այսինքն sense ասեմ, էլի AI օգտագործող մարդն է փոխարինելու AI չօգտագործող մարդուն։ Պետությունը կայուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ունի մտածող ու գիտակից հասարակություն։ Այդ պատճառով կարևոր է փիլիսոփայությանն առնչվել դեռ վաղ տարիքից ու փիլիսոփայությանը կրթական համակարգում մեծ տեղ հատկացնել։ Փիլիսոփայությունը քաղաքականության խտացված արտահայտությունն է, այսինքն փիլիսոփայությունը այն բարոմետրն է, որտեղ կարելի է չափել հասարակության բարոյահոգեբանական կամ արժեհամակարգային խնդիրները։ Մեր հասարակության մեջ տեղի ունեցող ախտանիշները խոսում են այն մասին, որ մենք չափազանց հեռու ենք փիլիսոփայությունից եւ ակնհայտ է, որ օրինակ մեր սիրելի գերմանացի փիլիսոփաները ձևավորել են Գերմանիայի նման հզոր պետությունը կամ ֆրանսիացի էգզիստենցիալիստները հիմք են դրել նույն ֆրանսիական պետությունը կամ օրինակ նույն Այն Ռենդը, որը ռուսական ծագում ունենալով ինքնահաստատվել է Միացյալ Նահանգներում, այսինքն պետության հզորության չափանիշը ըստ էության փիլիսոփայությանը մոտ լինելն է ցույց տալիս։ Փիլիսոփայությունը սովորեցնում է ազատ արտահայտել միտքը, չվախենալ հարց տալուց եւ մտածել խորությամբ։ Այս հատկանիշները չեն ձևավորվում մի օրում, այլ գալիս են երկարատև կրթական գործընթացի շնորհիվ։ Նպատակն է տարածել փիլիսոփայությունը, խոսել փիլիսոփայության մասին ուսանողների հետ, երիտասարդների, աշակերտների հետ եւ հնարավորինս փորձել փոխանցել այն արժեքները, որոնց մասին խոսում է փիլիսոփայությունը։ Մենք ամբողջ տարվա ընթացքում իրականացնում ենք գրքի ակումբներ, հետաքրքիր քննարկումներ, անդրադառնալով փիլիսոփայությանը։ Ունենք ծրագիր, որն անում ենք նաև դպրոցականների համար։ Երևան քաղաքի բոլոր ավագ դպրոցներ են կայցելում, 10-11-րդ դասարաններում սովորող աշակերտների հետ խոսում ենք փիլիսոփայությունից, բարոյագիտությունից, բարոյագիտական արժեքներից, գրում ենք էսսեներ շատ հետաքրքիր թեմաներով։ Թեև դպրոցներում հասարակագիտություն առարկան արդեն ներառում է փիլիսոփայական բաղադրիչներ, մասնագետները համոզված են, այն պետք է ավելի վաղ եւ նպատակային կերպով ներգրավվի կրթական համակարգում, քանի որ հենց մանկական տարիքում են ծագում ամենախորքային հարցերն աշխարհի եւ սեփական ինքնության մասին։ Որ պահից սկսած, որ մարդը իրեն հարց է տալիս, թե ով է մարդը, որն է կյանքի իմաստը, այդ տարիքից սկսած արդեն արժի պարզվում է, որ օրինակ մեր ամենափիլիսոփայական տարիքը մեր մանկական տարիքն է, որտեղ մենք վարսաձայնում ենք հնարավոր բոլոր ինչուների մասին։ 11 եւ 12-րդ դասարանի աշակերտների ստեղ գտնվելու պատճառներից մեկն էլ նաև այն է, որ հասարակագիտության դասագրքում կա փիլիսոփայական կտոր, որը ըստ էության կազմվել է հենց մեր փիլիսոփաների կողմից, եւ ես կարծում եմ հենց առաջին ձեռքից իմանալ, թե ինչպես է օրինակ դա մտահղացել եւ ինչպես են գրել իրենք, շատ կարեւոր է։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։